Հարգելի նախագահող, հարգելի ներկաներ, այսօր մենք քննարկում ենք հարցեր, որոնք իրենց բնույթով գերազանցում են զուտ քաղաքական օրակարգը եւ առնչվում են մեր պետականության հիմքերին եւ հանրային համախմբվածության որակին, եւ այս պայմաններում յուրաքանչյուր հնչեցվող միտք եւ դիրքորոշում դառնում է մեր ապագայի ձևավորման կարևոր բաղադրիչներից մեկը եւ հենց այդ պատճառով յուրաքանչյուր իրավագիտակից հայ մարդու խոսքը պետք է լինի պատասխանատու, միտված լինելով ազգային եւ պետական հիմքերի պահպանմանը։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ այն գործընթացները, որոնք այսօր ծավալվում են մեր շուրջ, հատկապես հոգեվոր եւ մշակութային արժեքների թիրախավորման տեսքով, չեն կարող դիտարկվել որպես առանձին կամ պատահական երևույթներ գործող իշխանությունների կողմից, այլ հանդիսանում են առավել լայն միտումների արտահայտում, որոնք կարող են լրջորեն ազդեցություն ունենալ մեր ազգապահպանման, մեր հասարակության ներքին համախմբվածության եւ պետականության կայունության վրա։ Հաշվի առնելով եկեղեցու դեմ տարվող քաղաքական արշավը, մենք չպետք է լռենք, քանի որ հայ առաքելական եկեղեցին հայոց պետականության արժեքային համակարգի հիմնասյունն է, թիրախավորելով նորին Սուրբ Օծությանը եւ եպիսկոպոսած դասին, նրանք կրակի նշավակ են դարձնում մեր երկիրը։ Եկեղեցին դարերով եղել է եւ կմնա հայ ժողովրդի արժեքային կողմնորոշման առհավատչան եւ ասել, որ դա ոտնձգություն է եկեղեցու եւ իրենց քիմքին չհամապատասխանող վարքագիծ դրսևորող հոգեվորականների դեմ պարզապես անտրամաբանական է։ Յուրաքանչյուր ոք, ով ներկայացնում է Մայր աթոռը եւ Սուրբ եկեղեցին, գործում է հոգեվոր արժեքային համակարգի միասնականության շրջանակներում։ Նրանց թիրախավորելով կասկածի տակ է դրվում համահայկական եկեղեցու ունեցած դերը ազգապահպանման գործընթացում, ինչը ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքում։ Եթե իշխանությունները ապազգային վարքագծով կոտրում են հայապահպանության հիմքերը, ապա ինչ է մնում մեր երկրի հոգեվոր եւ մշակութային կյանքի մեջ։ Հոգևորը ոչնչացնելով ազգային պետությունն ու նրա ինստիտուտները կորցնում են իրենց ողջ իմաստը։ Ուստի եկեք արժևորենք եւ պաշտպանենք մեր հոգևոր եւ մշակութային ժառանգությունը, խուսափելով այնպիսի մոտեցումներից, որոնց դեպքում պետությունը դիտարկում են որպես բացառապես իրավական մեխանիզմների հավաքածու, որովհետեւ իրականում, եթե չկա ազգային եւ հոգևոր մշակույթ, չկա ազգային պետություն։ Մենք ունենք եւս մեկ կարևորագույն խնդիր, որը փորձելու են լեգիտիմացնել այս իշխանությունները իրենց հանցավոր գործունեությամբ։ Այն է Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխումը կամ նոր ենթասահմանադրության ստեղծումը։ Այն չի կարող արտահայտել մեր հայ ժողովրդի իրական կամքը, քանի որ հրամցված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, եւ մեր ժողովուրդը քաջ գիտակցում է այդ հանցավորության արմատները եւ թույլ չի տալու այդպիսի պետականակործան արկածախնդրության լեգիտիմացում իշխանությունների կողմից։ Այժմ ես լինելով որպես ուսանող եւ որպես ապագա իրավաբան, իմ պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակորեն պայմանավորում եմ իրավունքի եւ արդարության գերակայության գաղափարով։ Իմ ցանկությունն է տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ իրավունքը ոչ միայն ամրագրված է օրենսդրությամբ, այլ իրականում գործում է որպես գերակա արժեք։ Հայաստան, որտեղ իրավունքը եւ իրավական արդարությունը իրական արժեք են, ոչ թե երազանք, որտեղ իրավական արդարությունը կախված չէ անձերից կամ իրավիճակներից։ Հունիսի 7-ին մենք վերջ կդնենք այս խայտառակ ազգակործան քաղաքականությանը, հանդես գալով որպես միասնական եւ կազմակերպված մեկ ընդդիմություն։ Աստված օգնական մեր ազգին։ Շնորհակալություն, Մարիամ Հովհաննիսյան, ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն